կարծիքով ինչով է պայմանավորված բռնությունների աճը։ Բռնությունների երիտասարդությանը երևի շատ ենք ազատություն տալիս, միգուցե դա է պատճառը։ Մեր ավանդական բարքերը երկրորդ պլան է մղվում։ Վերջին շրջանում բժիշկների են ծեծում, բարեկների են ծեծում։ Անօրինականության պատճառով։ Էդ էլի էդ կասել։ Ով պիտի հետամուտ լինի, որ բռնությունները Պետությունը, իշխանությունը։ Պիտի ճիշտ կառավարի, որ նորմալ լինի ամեն ինչ։ Չեմ կարող։ Ինչ իմանա, ինքան բաներ կան։ Չեմ կարող պատասխանել։ Այ չեմ կարող։ Ինչու վերջին շրջանում ավելի շատ հանցագործություններ են լինում, ուժ աշխատողների են ծեծում, նույնիսկ բարեկների։ Ժողովրդի մակարդակը պետք է բարձրանա, որ այդպես բաներ չլինի։ Ինչ բռնություններ։ Ուժ աշխատողների են վերջին շրջանում հաճախակի ծեծում, նույնիսկ բարեկների։ Չեմ կարող ասել, ինձ թվում է երկուստեք ինչ-որ պատճառներ պետք է լինեն, մինչև կոնկրետ դեպքը երկու կողմին էլ չլսես, չես կարող ասել, բայց այն, որ ժողովուրդը ագրեսիվացել է, ինձ թվում է դա սոցիալական վիճակից է։ Ինչով են պայմանավորված բռնությունների աճը։ Չեմ կարող ասեմ, ամեն ինչի հետ էլ կարա կապված լինի, ոչ իրար փողզիջումների, ամեն մեկը իր շահերից ելնելով, ամեն մեկը մտածում է իր գրպանի մասին, բնականաբար բոլորը մտածում են իրանց երեխաների, իրանց թոռների ապահովեն ամեն ինչով, որովհետև այսօրվա ոչ մի բանի վրա ուրիշ չես կարա դնես, այսօր ուրիշ բան են խոստանում, վաղ ուրիշ բան են անում, և այդպես նմանատիպ շատ բաներ։ Անտարբերությամբ։ Ոյ լավ էլ ինձ։ Դժվարն է պատասխանը, ճիշտ ասած, բայց բռնությունները ում նկատմամբ։ Օրինակ հաճախակ են դարձել ուժ աշխատողներին ծեծելը, նույնիսկ բարեկների են ծեծում։ Բարեկներին է լրիվ ուրիշ ուղղությամբ, բայց ուժ աշխատողներին միշտ էլ եղել է այդպես։ Հիմա ավելի հաճախ։ Շտապողությունը ուշացել է, դուրս են եկել աշխատողներին են ծեծել։ Հետո օրենքն է շատ թույլ գործում, ամենակարևորը դա է օրենքը։ Օրենքը որ նորմալ լինի, ոչ մեկը ռիսկ չի անում։ Իսկ օրենքը թույլ է տալի մարդիկ իրենց ազատ զգան։ Չգիտեմ, ինչով պետք է լինի, աշխատանք ապրուստից, վատ ապրուստից, պետք է պարզ է, սաղ աշխարհում այս դեռ նորություն չէ էլի։ Իսկ վատ ապրուստից է, դա գնացեք ղեկավարներին հարցրեք։ Ինչ բռնություն։ Արհեսել է հանցագործությունները, ուժ աշխատողներին ծեծում են, բարեկների են։ Բայց այդքան ընդդիմադիր ունենք երկրում ոնց չի լինի այդքան սպանություն ու ես ինչ ընդամենը թուրք են մեր ճուզող ազգերին են ուրախացնում իրար սպանելով միած սիգնալի համար, դա շատ սխալ բան է։ Ես խորհուրդ կտամ մեր հայ ազգին աստեղացի վերացնեն, մի արուն է բոլորիս մոտ, պետք է բոլորս իրար նայենք հայ արունով ու հորեղբոր տղու աշկով, մի արուն նայենք որպես, ոչ թե միած սիգնալ տալու համար իրար փոր են թափում, մեզի ճուզող ազգերին են ուրախացնում, դա ճիշտ բան չի, ցավը տանեմ, դա ընդդիմադիրներն են 5-րդ շարասունա, ինչա դրանք են սաղանում, սաղը դրանք են երգիրը ներսից քանդում, ոնց որ գնացին ընդե տվեցին եկան, հիմա էլ ընդեղից բրծած տեղ են քանդում, այդ է երկրի վիճակը։ Կասր պետք է մեր հայ ազգը մի հատ դառնա, ստեղացի ընդեղացի վերացնեն, բոլորը իրար հորեղբոր տղու աշկով նայեն, բոլորիս մեջ մի հատ արունա հայի, այս գյուղից եմ թե քաղաքից թե որտեղից դա կապ չունի Ազիզ ջան, պետք է իրար մի արունով նայենք, որ իրար արուն չթափենք, այդ է խորհուրդ կտամ մեր ջահելությանը, օրինակ ես մեր ջահելությանը բոլորին իմ երեխու աշկով եմ նայում, ինձի վատ եմ զգում լուբոյ ջահելի համար, որ իրար միած սիգնալ տալու համար փոր են թափում, դա սխալ է։ Խորհուրդ կտամ մեր ազգի ջահելությանը, որ հենց առաջի կարգ դա վերացնեն, ու ստեղացի ընդեղացին վերացնեն,
մի հատ արունով նայեն բոլորը իրար, հայի է բոլորիս արունը, իսկ ում արունը կեղծված է, եկել են ներսից քանդում են, ումը որ միայն հայ արուն չի, եկել են ներսից քանդում են, պետք է այտենց մարդկանց չլսեն, չթուրքանան, էդ է իմ խորհուրդը, հայ մնան, իրար մի աշկով նայելով, իրար հարազատի աշկով նայելով, կյանքիդ մեռնեմ։ Քանիկա Նիկոլը, Ավիյանը, Քոչարյանը, Ավիյանը, Նիկոլը, Արադ Սաքսյանը, Միրզոյանը, դրանք սա очень սապեն, օտոմակրեն, լավ կնի։ Ոսոր Նիկոլը, այդ մա Ադրբեջան Ալևի խաշլա պաչում, դրոշը, էդանք որ վերանան, լավ կլնի։ Ուղղություններն էլ կվերանան։ Ամեջն է կվերանան, Սերջովենքով վարդ էինք ապրում, ճողացում է Սերջին, Քոչարյան, Սերջը իրան թուրկտա են էդ պարեր, ցինիկություն աներ, չեր անի, չէ, խեալ պաշնյան է անում, որդ է թուրկա, դեր ես որ քանական հելնում պարսես, անմակարդակ մարդա, Հեմե լավ, ես գոհ եմ, կախիմ գործ եմ անում, կախիմ փող եմ առնում, կախիմ ուտում եմ, լավ է խմում եմ, տղես է լավ գործ անում, լավ է փող առնում, կնիքս է նույնպես։ Մենակ հարկ չեմ տալիս, ինձ է պետք է հարկան, հարկ իրակ են տալիս, ասում են գնա վայելի։ Վերջին շրջանում կտրուկ աճել են բռնությունների թիվը, հաճախակի են դարձել բռնությունները բուժ աշխատողների, ինչպես նաև պարեկների նկատմամբ։ Արագի նյուզի հարգելի հետևորդներ, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքով ինչով է պայմանավորված վերջին շրջանում բռնությունների աճը։